իրականում Կարլեն Նուրիջանյանի եւս մի գլուխգործոցի շուրջ, այսինքն Տոր-Կանգերի արձանի շուրջ նոր ձևավորվող այգին, նոր կենտրոն է դառնալու նոր վարչական շրջանի եւ ոչ միայն նոր վարչական շրջանի, այլ առհասարակ երևանցիների համար նոր ձգողության կենտրոն է դառնալու եւ ես ուզում եմ մենք բոլորս փորձենք վերհիշել, թե ինչ վիճակում էր գտնվում այս այգին մոտ 3 տարի առաջ եւ թե ինչ մեծ դիմադրություն էր կազմակերպվում այնտեղի, այսպես ասած, բաղչաների տերերի կողմից եւ քոլիկներ խփած մարդկանց կողմից հանրային տարածքները պետք է վերադարձվեն հանրությանը հանրային տարածքները պատկանում են բոլորին եւ սա շատ լավ օրինակ է թե ինչպես է հանրային տարածքը վերադարձվում քաղաքին եւ երևանցիներին հետեւաբար բոլորիս շնորհավորում եմ այդ առիթով իհարկե աշխատանքները դեռևս ավարտված չեն, բայց կարծում եմ մենք արդեն իսկ ստացել ենք մի այնպիսի միջավայր, որի մասին երևի թե մի 3 տարի առաջ նույնիսկ երազել չէինք կարող։ Շնորհակալ եմ։ Հաջորդը Հանձնարարական 105 զեկուցել Մոլդովական փողոցի համար 29 կոտորակ 6 հասցեից դեպի Բագրևանդի փողոց ձգվող հատվածում անցուղի կառուցելու ուղղությամբ իրականացված աշխատանքների ավարտի մասին։ Պարոն քաղաքապետ, տեղեկացնեմ, որ ավագան նիստի ժամանակ տրված հանձնարարականը իրականացվել է, մասնավորապես մոլդովական 29 հասցեից դեպի Բագրևանդ փողոց տանող մայթային հատվածի բարեկարգման աշխատանքները, կատարվել են եզրաքարերի տեղադրում, հենապատի կառուցում, սալիկապատման, ասֆալտապատման եւ հենապատի բազալտի սալիկներով երեսեպատման աշխատանքները։ Աշխատանքները ավարտվել են, մնում է միայն գծանշման աշխատանքները։ Շատ լավ, շնորհակալ եմ, կարող ենք համարել աշխատանքը եւ հանձնարարականը կատարված։ Հաջորդը Կենտրոն վարչական շրջանի ղեկավարին հանձնարարական 108 ներկայացնել տեղեկատվություն Երևանի Վաղարշ Վաղարշյանի անվան համար 80 հիմնական դպրոցի ֆուտբոլի դաշտի բարեկարգման աշխատանքների ավարտի վերաբերյալ։ Հարգելի պարոն քաղաքապետ, վերջացրել ենք արդեն Կիլիկիայի դաշտը, կողքը ունենք ռետինե տարածք, որը նույնպես ծառայելու է երեխաներին, մոտ 750 քառակուսի մետր ռետինե ծածկով է արվել, 1200 քառակուսի մետր ունենք տանիքի վերանորոգում, ներկում եւ ունենք նոր լուսատուներ, 18 հենասյուներ է տեղադրվել։ Այս հատվածում ունենք արդեն մարզվելու համար նախատեսված վայր, տրիբունաները ամբողջությամբ նորից հիմնանորոգվել է։ Այս հատվածում ունենք sense մեծ մարզվելու հատված, որտեղ որ երեխաները կարող են մարզվել։